Բարեձեզ Ֆակտոր TV հյուրը նժար սահմանադրական շարժման համահիմնադիր դեմ են բոլորին կուսակցության պատգամավորության թեկնածու Նինա Կարապետյանցն է, ողջույն։ Ողջույն Կարապետյանց, ձեզ ներկայացրի դեմ է մի պատգամավորության թեկնածու, ինչու եք հանգել այս ուժի հետ գնալ ընտրությունները, ես գիտեմ, որ դուք տարբեր քննարկումներ եք ունեցել, խորհրդակցություններ, հանդիպումներ այլ դերակատարների հետ եւ նույնիսկ չստեղծեցիք, հա, ձեր քաղաքական ուժը, նախընտրեցիք այս օրակարգով գնալ, ինչու։ Որովհետև ինչպես խոստացել ենք, մենք առանձին քաղաքական, այսինքն կուսակցություն չստեղծեցինք, որովհետև նոր կուսակցության կարիք ու անհրաժեշտություն չկա։ Մեզ շատ դուր եկավ նախ մարդիկ, ովքեր հավաքվել էին այս բոլորին դեմ մի գաղափարի շուրջ, որովհետև Հայաստանում պիտի տեղի ունենա սերնդափոխություն, քաղաքական սերնդափոխություն, պիտի գան մարդիկ, ովքեր իսկապես այսպես անգաժիրованный չեն, էլի որևէ թիմի անդամ չեն եղել, կուսակցությունից կուսակցություններ չեն չվել, մեծ ծավալով այսպես եւ շլեյֆ չունեն իրանց հետևից, տենց բացասական պատմություններ, քաղաքական հաճախորդի կենսագրություն, դա է ուզում ասել, կլիենտի ինչպես կասեն մարդիկ չունեն, հետեւաբար այս մարդիկ նախ եւ իրենց գաղափարը, իրենց մոտեցումները մեզ համար շատ հասկանալի էր ընդունել։ Նու որոշ հարցերում մենք ունենք տարաձայնություններ բնականաբար, փորձել ենք ընթացքում բանակցել, բայց նաև շատ դուր է գալի այդ իրանց սկզբունքայնությունը իրենք ունեն որոշում, գալիս են 100 օրով, գալիս են փոխելու կոնկրետ գործողություններ իրականացնելու եւ պատրաստ են համագործակցել այս հարցի շուրջ բոլորի հետ, անկախ իրենց տարբեր հարցերում ունեցած տարաձայնությունների, սա բաց հարթակ է, որտեղ կարող են միանալ բոլոր նրանք, ովքեր ուզում են որևէ փոփոխություն, գոնե առաջի քայլը ռեալ փոփոխություն իրականացնել, իսկ այն ինչ որ առաջարկում է բոլորին դեմը շատ պարզ է։ Շեմը 4%-ից իջեցնել 1%, որպեսզի փոքր կուսակցությունները հնարավորություն ունենան մտնել, հայտնվել պարլամենտում, որովհետև դու պարլամենտում հայտնվում ես երկու դեպքում, եթե իշխանություն ես կամ եթե անսահման փող ունես, անսահման, մնացած բոլորը մնում են այսպես բորդից դուրս։ Երկրորդ առաջարկը դա ստեղծել մեծամասնության, կայուն մեծամասնության օրենքից հանել այդ դրույթը, որովհետև իսկապես ստեղծում է իրավիճակ, երբ որ մի փոքր մնացածից ավել ձայն հավաքած կուսակցությունը ստանում է անսահմանափակ իշխանություն եւ կարողանում է անել այն, ինչ որ անում է այսօր այս իշխանությունը, եւ երրորդը ավելացնել բոլորին դեմ եմ քվեաթերթիկը, ինչպես կար ժամանակին հետո որոշեցին, որ հանեն, բայց ուղղակի քվեաթերթիկ չի, նա ունի նաև տրամաբանություն։ Որ իշխանության գա բոլորին դեմ եմ քվեաթերթիկը, իշխանության գալ չի կարողանալու, բայց ընտրությունները պրավալի տալ կարողանալու են, ինչու, որովհետև երբ որ բոլորին դեմեմի ձայներին համաչափ համարժեք, ինչպես մնացած կուսակցությունները հավաքելու են ձայներ, այնպես էլ բոլորին դեմ քվեարկած մարդկանց ձայները չեն կորելու, իրենք բաց տեղեր են ունենալու պարլամենտում, այսինքն այդքան ձայն ինչքան որ հավաքվեց բոլորին դեմ քվեաթերթիկով, այդքան տեղեր չեն զբաղեցնելու, ոչ չեն փոշիանալու, սա նշանակելու է, որ կուսակցությունները տարբեր լինեն իշխանություն, լինեն ընդդիմություն, չեն աշխատելու հասարակությանը զզվցնելու, հոգնածնելու, ընտրություններին չմասնակցելու, այդ միտումը իրանց մոտ դադարելու է, որովհետև իրենց բոլոր պլանները խաթարվելու են, եթե այս մարդիկ գնացին, մարդիկ ովքեր չեն ընդունում, հոգնել են իշխանություններից, զզվում են ընդդիմությունից, գնալու են ուղղակի բոլորին դեմ քվեարկեն, սա հնարավորություն է տալու խնդիր առաջացնել։ Պիտի սրանից հետո բոլոր կուսակցությունները գան ու աշխատեն այն բոլոր մարդկանց հետ, ում զզվցնելու վրա, հոգնեցնելու վրա աշխատել են այս բոլոր տարիների ընթացքում։ Սա շատ լավ գործիք է, շատերը ասում են, բա, եթե ես ոչ մեկին չեմ ուզում, ինչ անեմ, այո, եթե ոչ մեկին չես ուզում, կգաս կքվեարկես բոլորին դեմ քվեաթերթիկով այլևս եւ բոլորը ամեն ինչ կընկնի իր տեղը։ Կներեք, Տիկին Կարապետյան, այս քաղաքական ուժի անունը բոլորին դեմ է։ Ես իրենց էլ եմ տվել, երբ որ այստեղ են եկել, հա, մի քիչ խորամանկություն չկա, ստացվում է այդ բոլորին դեմ տրամադրությունները վերցնում է եւ քաղաքական կապիտալ է ձևավորվում։ Քաղաքական կապիտալ, բայց շատ կոնկրետ գործողությունների համար։ Ընդամենը այդ 3 գործողությունների համար։ Ոչ մի սուտ, ոչ մի կեղծիք, ոչ մի այլ գործողություն բացի այն գործողություններից, որը մենք խոստանում ենք այս ընթացքում, այլ գործողություններ չի իրականացվելու։ Մենք որևէ մեկին չեն գալու սատարելու ձայներ տալու։ Մենք գալու ենք շատ կոնկրետ այդ 3 գործողություններ բոլոր դեմ եք, բայց նաև ունեք վարչապետի թեկնածու ստացվում։ Առայժմ այս պահին առաջին համարն է։ Առաջին համարն է, բայց այս պահին մենք դեռ չունենք վարչապետի թեկնածու, ու ասեմ ինչու չունենք, որովհետև պայմանավորվածություն կա նաև, որ մենք մեր վարչապետի թեկնածուն, մեր շեմը հաղթահարելու եւ մեր պայմանները ընդունելու պարագայում, եթե մեր վարչապետի թեկնածուն դառնում է վարչապետ, այդ 100 օրվա ընթացքում անում
պատրաստվում է հաջորդ ընտրություններին, իրականացնում է փոփոխություններ, այդ մարդը այլևս 10 տարի քաղաքականության մեջ լինելու հնարավորություն չի ունենալու եւ դա բավականին լուրջ խնդիր է առաջացնում։ Անշուշտ մենք ունեցել ենք տարբեր թիմեր են միացել եւ դոկտոր Մանասյանն ա եղել վարչապետի տեխնացու իր թիմով եւ ես եմ եղել վարչապետի տեխնացու նժարի թիմով, ենթադրում եմ որ բոլորին դեմն են պիտի ունենար իր ենթադրյալ միգուցե, չգիտեմ, բայց մենք պայմանավորել ենք ի սկզբանե, որ դա արվելու է ընտրություններով, այսինքն մենք չենք ասելու, այս մեր բանն է, տերն է, տիրակալն է, Աստվածն է, ինչպես որ պատգամավորների տեխնացուները ցանկացած մարդ կարող էր գրանցվել եւ առաջադրվել, նույն տրամաբանությամբ մենք կարող ենք անցկացնելու ենք նաեւ ընտրությունները վարչապետի տեխնացուի։ Այսինքն վարչապետի տեխնացունովը մարդիկ կիմանան ընտրություններից հետո, երբ որ անցնենք։ Չէ, մենք այս ընթացքում կիրականացնենք։ Կասեք դա։ Պիտի որ իրականացնենք, եթե հանկարծ ինչ-որ ներքին քվեարկություն ա լինելու, մարդիկ որպիսի չլինի իրավիճակ, որ այսպես հայտնվեն մարդիկ, ովքեր կապ չունեն շարժման հետ եւ մասնակցեն քվեարկությանը, բոլոր այն մարդիկ, ովքեր ֆիզիկապես եկել են քվեաթերթիկով քվեարկել են, ինչպես մենք արդեն հայտարարել ենք եւ ցուցադրել ենք, քվեաթերթիկով քվեարկել են падգամավորների տեխնացուների համար, այդ նույն մարդիկ հնարավորություն կունենան գալ մասնակցել, ընտրել մեր վարչապետի տեխնացուին, սա կարծում շատ արդար կլինի։ Որպես նժարի համահիմնադիր դուք եւս ասուլիս եք հրավիրել եւ այսպես ինքնաառաջադրվել եք, հա, թեև կուսակցություն դեռևս չկար եւ ոնց հասկանում եմ չի լինի, դուք էլ եք հրաժեշտ տալիս, այսպես ասած վարչապետական ամբիցիաները, թե դեռ ոչ բոլորին դեմ է մի ներսում քվեարկությամբ հնարավոր է եւ տեխնացու լինել։ Զրոյին մոտիկ եմ համարում հնարավորությունը մասնակցելու, որովհետեւ մենք նժար սանդրական շարժումը որպես վարչապետի տեխնացու զրոյին մոտիկ հավանականություն կա, որովհետեւ մենք ունենք պրոյեկտ, որը շատ ավելի մեծ ական բոլորին դեմ է մի պրոյեկտ առաջարկված, հետեւաբար մենք տրամադրված ենք շարունակել մեր պրոյեկտը եւ տրամադրված ենք անել դա մեր թիմը պլյուս այն մարդիկ ում մենք համախոհներ կգտնենք այս ընթացքում, նաև ենթադրում եմ, որ բոլորին դեմամ թիմից կարող են լինել մարդիկ, ով կհավանեն մեր պրոյեկտները։ Այսինքն մենք կարող ենք այստեղ սա շատ լավ հնարավորություն է նաև շարունակականությունը ապահովելու տեսակետից։ Ինքը կուսակցությունը բոլորին դեմ եմ կլուծարվի ընտրություններից անմիջապես հետո, որպեսզի ամենաազնիվ տարբերակը լինի, հա, որ ենթադրություններ անգամ չլինեն, որ սա այն կուսակցությունն է, որը եկել է այտենց խայպով, եկել է անդադ վերարտադրվելու, ինչ որ այդպես բանի, չէ, 100 օր հետո այս կուսակցությունը լուծարվելու է։ Էքսպերիմենտ է, ստացվում է քաղաքական։ Ես ընդունում եմ, որ սա էքսպերիմենտ է եւ իրանք էլ ընդունում են, որ սա էքսպերիմենտ է, որովհետեւ ստանդարտ, ինչպես կասեր Էդմոն Մանուկյանը, կլասիկ քաղաքական գործնեայության պայմաններում Էդմոն Մանուկյանին ասում կլասիկը։ Հետո Մանուկյանը իր վրա ընդունեց ամենայն։ Կլասիկ քաղաքական գործնեայության ձևերով, մեթոդներով այս իրավիճակը շտկելու հնարավորություն չկա, բացառվում է։ Բոլորը փորձել են բոլոր տարբերակները սկսած դաշինքներից, փողոցային պայքարներից, տարբեր այլ միջոցներից ամեն ինչ փորձվել է այս մեխանիզմը կոտրել հնարավոր չի, այս մատրիցան կոտրել հնարավոր չի, եթե դու չես գնում ոչ ստանդարտ քայլերով։ Մենք ի սկզբանե դեռ նժար եղած ժամանակ ասում ենք, որ մենք ռացիոնալ նպատակի հասնելու համար գնալու ենք իրացիոնալ քայլերով, սա հենց այդ իրացիոնալության մեջ է տեղավորվում։ Մենք նաև մեղադրանք է շատ հաճախ հնչում, ասում են, այ դուք սենց ինչ որ քայլերով գնում եք, դուք ձայները տանելու եք, փոշիացնեք, չգիտեմ, ինչ անեք Ժորժ ջան, մեզ քվեարկություն, մեզ ձայն տվողները, այսինքն հակառակ կողմից կամ մնացածին ձայն տվողները մեր հետևից չեն գալու։ Մենք աշխատելու ենք հիմնականում այն խումբ մարդկանց վրա, ովքեր տարիներ շարունակ հրաժարվել են գնալ ընտրությունների, որովհետև դաշտում չեն գտել իրենց համար, իրենց պատկերացումներին հարմար համապատասխան ինչ որ մի կուսակցություն կամ դասական իմաստով կուսակցություններին չեն վստահում կամ անհատներին չեն վստահում եւ այլն։ Այսինքն մենք հնարավորություն ենք ստեղծելու, որ այն մարդիկ, ովքեր չեն մասնակցել ընտրությունների երբեք, գան մասնակցությունը ունենան, իսկ դա նշանակում է շատ կարևոր մի բան։ Դա նշանակում է, որ մասնակիցների թիվը էականորեն ավելանալու է եւ իշխանությունները այս դեպքում բավականին լուրջ խնդիր են ունենալու, որովհետեւ եթե կա քվեարկում են չգիտեմ, 1.2 միլիոն մասնակիցին ինչպես ստանդարտ եղել է տարիներ շարունակ, ապա իշխանությունը բավական մեծ տոկոս ձայները կարողանալու հավաքել։ Եթե մասնակցեն 1.2 միլիոնից ավել,
միլիոն ու կեսից սկսած եւ ավել, դա կնշանակի, որ տեսակարար կշիռը ենթադրվում է, որ այդ մարդիկ պիտի լինեն ընդդիմադիր հայացքների, որովհետեւ դե իշխանությանը ստանդարտ գնում են իրանք քվեարկելու իշխանության կողմնակիցները։ Դա նշանակում է, որ որևէ մեկը ընդդիմադիրներից ներառյալ բոլորին դեմ է հնարավորություն ունի ավելի շատ ձայներ հավաքելու։ Տիկին Կարապետյան, եթե անկեղծ լինենք եւ դա փաստում են ասես օրինակ միջազգային հանրապետական ինստիտուտի հարցումը, որի վրա տարբեր քաղաքական ուժեր այսպես շեշտադրում անում են, բոլորին դեմը չկա հիմնական պայքարող ուժերի ցանկում եւ կա մի կողմից Նիկոլ Փաշինյանի կուսակցությունը, մյուս կողմից առաջին ամենաշատ ձայներ հավաքած ըստ այդ հարցման Սամվել Կարապետյան, Ռոբերտ Քոչարյան, Գագիկ Ծառուկյան, այս ուժերը չի նշանակում, որ այս օրակարգը, որ դուք միացել եք, չունի այսպես հանրային աջակցություն կամ էնտուզիազմ չկա դրա շուրջ։ Միգուցե մարդիկ ավելի հակված են ընտրել այսօրվա ընդդիմությանը կամ իշխանությանը, ամեն դեպքում իրենք այս էքսպերիմենտը ըմբռնում չի գտնում հանրության մեջ։ Ինչպես եք դուք բացատրում սա։ Նախ սա այն պատկերն է, որի մասին ես խոսում եմ, որ ստանդարտ իրավիճակում հնարավորություն ունեն պարլամենտում հայտնվել կամ նրանք, ովքեր շատ փող ունեն ու պլակատներն ու եթերները ծածկում են, ունեն անձնական օգտագործման, չգիտեմ, եթերներ, հրապարակումներ, չգիտեմ, թերթեր կան հիմա, չգիտեմ։ Մի խոսքով, հասանելիության հնարավորություն ունեն։ Հա, ամենակարևորը դա վիզուալ, որը շատ մեծ գումարներ արժի եւ փոքր թիմերին դա հնարավոր չի։ Սա հենց այդ դրա մասին է։ Եվ իշխանությունը, որը կարողանում է պետական գույքի հաշվին, պետական, չգիտեմ, ծառայության հաշվին, ոստիկանության սպասարկման հաշվին, մնացած իր ադմինիստրատիվ ռեսուրսների հաշվին կարողանում է անսահմանափակ այսպես ծախսեր անել։ Պարզա որ այս տրամաբանության մեջ դժվար է լինելու նոր ուժերին, բայց մենք գալիս ենք նախ մենք դեռ տեխնիկական մասն ենք ավելի շատ աշխատում, մենք դեռ այդ քարոզարշավը որպես այդպեսին չենք սկսել, քանի որ թիմը բոլորին դեմ է մի հիմնական թիմը, իրենք IT ոլորտից են, իրենք նաև երիտասարդ են համեմատաբար մեզ հետ շատ կրեատիվ գաղափարներ, մտքեր, ռոլիկներ, այսինքն հիմա այդ թիմերը աշխատում են սկսելու համար, սկսած թռուցիկներից վերջացրած փոքր ֆիլմերով, մնացած ամեն ինչով, հիմա թիմը աշխատում է, ես կարծում եմ մենք կարճ ժամանակ հետո կկարողանանք ծածկել դաշտը։ Իհարկե մենք այդքան չենք կարողանա ծածկենք, ինչքան միլիարդատերերը եւ իշխանությունը, որը անսահմանափակ հնարավորություններ ունի։ Մի մասը անձնական կարողությունների հաշվին, մի մասը պետության հաշվին, այդ էլ հանուն արդարության պետք է ասել։ Իսկ ինչով եք պայմանավորում, որ միլիարդատերերը եւ այսօրվա իշխանությունն են այդ հիմնական խաղացողները այս պայդրությամբ ենք երևացող են հանրային գիտակցության մեջ շատ կարևոր է վիզուալիզացիան, տեսանելիությունը։ Տեսանելի են նրանք, ովքեր շատ փող ունեն, իրենց ավտոբուսներով։ Իդեպ մենք էլ ենք կարողացել ավտոբուս կազմակերպել, մեր ավտոբուսն էլ բոլորին դեմը քաղաքում, դե այդքան չի իհարկե, ու այդ ճոխության չի, այդքան մեծ չի, այդքան թանկ չի, տղաները աշխատել են, վերանորոգել են, կարգավորել են, բայց ասում եմ փոքրիկ մի ավտոբուս էլ մենք ենք ունենալ։ Դե լավ է, որ փոքրիկ է, սա որպես Երևանում այսպես լրացուցիչ խցանման անիմաստ ծանրաբեռնվում է հանրային Դե այդ էլ իր խնդիրը ունի, բայց ինչ վերադառնալով հարցին, ինչու են ավելի շատ իրենց պատկերացնում, որովհետև իրանք տեսանելի են։ Մարդը սովոր է, միջև անգամ գիտեք, նոր չգիտեմ, ես նորը փորձում եմ նույն հարցին պատասխանել, անգամ մեր եկեղեցին, որը կուրքեր, այսպես ասած, պատկերներ չի ընդունում, տոտեմներ չի ընդունում, միևնույն է, անգամ մեր եկեղեցիներում կախված են պատկերներ, տարբեր իրադարձություններ նկարագրող, տարբեր մարդկանցով Աստվածաշնչից տարբեր կերպարներով նկարներ կան, որովհետև մարդը վիզուալիզացիա է ուզում, մարդը պատկեր է ուզում, շոշափելի, տեսանելի, տենց առարկայական ինչ-որ բան է ուզում, բազա որ մենք չունենք գերիշխող ավելի շատ քաղաքական։ Դե լավ, որ օրակարգ խաղացան օրակարգը եւ 300,000 աշխատատեղի օրակարգը, պարոն Քոչյանից սպասեք մի բան հիշեմ, ինչ կարող եմ հիշել։ Չեմ հիշում այս պայդրությամբ։ Եթե Ռոբերտ Անանյանը, որը ամբողջ օրը հարցազրույցների մեջ է, հետևում է ընթացքին, բոլոր հարցազրույցներին, բոլոր հայտարարություններին, չի կարողանում ինչ-որ բաներ հիշի, ես հավատացնում եմ մեր ընտրողների ճնշող մեծամասնությունը տարական ֆիքսված կետերից դժվար թե ինչ-որ մեկը կարողանա աշխատատեղեր եւ այլն, բայց այսպես բրենդային կարգախոս խոստում ես օրինակ չեմ հիշում, էլի։ Դե հա։ Ինչ եք կարծում, ամեն դեպքում հանրությունը ինչ
արժեքներով եւ սկզբունքներով է գնալու քվեարկության, դուք կարող եք առանձնացնել, այսինքն ունենալ խաղացում բերող իշխանություն, ունենալ չգիտեմ, Արցախի հարցը բարձրացնող իշխանություն ունենալ 100 օրում, հա, չգիտեմ, նոր ընտրություններ նշանակող մի շարք այլ փոփոխություններ անող իշխանություն, այ մարդկանց այսպես մտքերում ինչ է կատարում, դուք որ շփվում եք, ինչ եք էլի առանձնացնում։ Նախ ես չգիտեմ այդպիսի կուսակցություն Հայաստանի Հանրապետությունում, որը պատերազմը պատրաստվում բերել, ով դեմա խաղաղությանը, այնպես որ այդ մի բառը յուրացնելը հերթական յուրացման process-ներից է իշխանության կողմից, այնպես որ դա այնպես չի, որ միայն վերաբերվում է գործող իշխանություններին, թեև իրանց բերած խաղաղությունը, լավ, իրանց ասում է բաց թողենք, որտեղ իրանք արդեն այնքան են քննադատել, արդեն հերիք է, արդեն հոգնել ենք իրանց քննադատելուց։ Ես կարծում եմ, որ հանրության մի ճնշող մեծամասնությունը տարիներ շարունակ, հատկապես օրինակ 20 թվականի մեծ մասը ընտրությունների, ընդհանրապես ընտրությունների չի գնացել, որովհետև կորցրել է վստահությունը, կորցրել է հավատը, որ որևէ փոփոխություն պիտի լինի։ Նկատի ունեք 21-ին չգնաց ընտրությունները։ Եվ 21-ին շատ քիչ մարդ ավելի մասնակցեց եւ քաղաքապետարանի ընտրություններին շատ քիչ թվով մարդիկ, նու ռեգիոնալ ընտրությունները իրանք մի քիչ յուրահատուկ են, որովհետեւ փոքր ռեգիոնում իրանք տենց ավելի շատ ադմինիստրատիվ, թաղի տղեկի եւ հա, իրանք ազգակից բարեկամների եւ նաեւ ադմինիստրատիվ ռեսուրսների մի ահռելի ճնշում կա։ Ինչքան էլ կուսակցականացվեց, էլի դեմքերով են ընտրում։ Հա, այդ խնդիրը կա եւ հետեւաբար մարդիկ այն չգնացող ընտրության չգնացող մարդիկ հիմա շատ լավ իրենց պիտի հաշիվ տան, որ մենք կարող ենք օգտագործել այս ընտրությունները, սա իսկապես լուրջ ընտրություններ են, սա հերթական ընտրություններ չեն, մենք կարող ենք օգտագործել երկրում փոփոխություն բերելու համար։ Ես կարծում եմ, որ մարդիկ պիտի ողջամտությունով առաջորդեն։ Արժեքներ, ասել, որ քարոզում են մի եսիմինչ արժեքներ, ես կարծում եմ այս պերիոդում չենք էլ հասցնելու համակարգի ուտոպիստական նայում հա, բայց ես կարծում եմ նաև ընտրություն անելուց մարդիկ պիտի շատ լրիվ իրանց հաշիվ տան, տեսնեն մարդկանց նախկինում ապրած կյանքը, նույն մեր թիմակիցները տեսնեն օրինակ դոկտոր Մանասյանը ինչպես էր բացատրում, ինչպես խիզախություն ունեցավ, շատ բժիշկներ համաձայն չեն այն մեթոդաբանության հետ, որը կիրառվում էր COVID-ի հետ, այսինքն ընդունում էր հիվանդությունը, բայց մեթոդաբանության դրա դեմ պայքարի կասեցնելու հետ համաձայն չէր, ու մենակ դոկտոր Մանասյանն էր, որ վերկացել իրան պատեպատ տալով եթերից խոսում էր առանց վախենալու։ Ես այդ թիմի անդամ եմ, մարդ, որը երկար տարիներ որևէ իշխանությունից չի խուսափել, այսինքն մարդկանց մնացած տղաներին պատերազմի մասնակիցներ, իրանց հետաքրքրություններ ունեցող, իրանց մասնագիտություն ունեցող, իրանց աշխատանք, ընտանիք ունեցող մարդիկ են, որոնք չունեն այդ բացասական շլեյֆը եւ մտածել, որ մենք կարող ենք գալ, այսինքն մենք այդ արժեքները մեր ապրած կյանքով ենք ցույց տվելու ապացուցել։ Հետևաբար ընտրություն անելուց, եթե արժեք են փնտրում, ես կարծում եմ ամենաճիշտ տարբերակը լինելու ենք մենք, թող ներենից մնացած բոլորը, ովքեր վաղուց են քաղաքականության մեջ, ու ես շատերին ճանաչում եմ անձնապես ու շատ վաղուց, անգամ ջերմ հարաբերություններ ունեմ շատերի հետ, բայց միևնույն է, ես կարծում եմ արժե համակարգի տեսքից մենք սա հենց այն լավագույն առաջարկն է, որտեղ ձեզ խաբելու տարբերակ ուղղակի չի լինելու։ Մարդիկ ընդամենը 100 օր են ուզում, 100 օր սկիզբը դնելու համար, որից հետո բոլոր են փոքր կուսակցությունները, որոնք կասկածներ ունեն, կանցնեն, չեն անցնի, փող ծախսեն, չծախսեն, մասնակցեն, չմասնակցեն, այդ հարցը իրանց մոտ այլևս չի լինելու։ Բոլոր փոքր կուսակցությունները, ովքեր կկարողանան մի տոկոսը շեմի հաղթահարել, կհայտնվեն պարլամենտում ու ժողովուրդը ներկայացված կլինի։ Որովհետև մենք ամեն անգամ ինչու է ժողովուրդը նաև չի գնում ընտրությունների, որովհետև մենք ամեն անգամ գնում ենք ընտրությունների, կամ ստիպված ժողովուրդը գնում է տալիս է ձայնը մեկին, ով չի փոշիացնի, իսկ չէ այդ մարդիկ դրանք այն մարդիկ են, ովքեր շատ փող կամ ռեսուրս ունեն, այդ պլակատների, եթերների հնարավորություն են, այսինքն էլի նույն մարդիկ են, նույն թիմն է, այնտեղ բան չի փոխվում։ Փոքր թիմերին տալուց էլ ավտոմատ ստացվում է, որ տանում են փոշիացման այդ ձայները ու գնում են նրանց, ում իրանք մերժել են։ Այս տրամաբանությունը պետք է մի անգամ կոտրել, մի անգամ պետք է հնարավորություն ստեղծել, որ ամեն փոքր խումբ մարդիկ, չգիտեմ, դեռ 15000, 20000 մարդիկ քվեարկեցին այս կուսակցության համար, ինքը պիտի ներկայացիչ ունենա պարլամենտում, ինքը պիտի լսելի լինի։ Անկայունություն չի բերի քաղաքական համակարգին, գիտեք ինչ նկատի ունեմ, կոնսենսուսը կամ կոալիցիաները ավելի բարդ է լինել եւ թող նստեն իրար հետ
խոսեն, անկայուն չի լինի։ Դե Հայաստանում, քան որ Նիկոլ Փաշինյանը շատ ճիշտ է ասում, 3 միլիոն վարչապետ կա, իսկ Նիկոլ Փաշինյանը բերեց, մի րոպե, Նիկոլ Փաշինյանը բերեց այդ թեզը։ Ես նկատի ունեմ, որ անգամ փոքր, այսպես քաղաքական ուժերի ղեկավարներ շատ բարդ են օրինակ Դաշինքային տրամաբանությամբ գնում, օրինակ դուք գնացել եք Դաշինքային տրամաբանությամբ եւ ձեր անձնական ամբիցիան մի կողմ եք դրել, չէ՞, բայց շատերը չեն գնում այդ կոնսենսուսին եւ ամեն մեկը պատկերացնում է, որ չէ, ես պետք է վարչապետ։ Ռոբերտ ջան, մենք կգանք ինչ որ մի պահի այն իրավիճակին, որտեղ մեր հասարակությունն էլ կհասկանա, որ եթե դու ինչ որ մեկը, ոմն մեկը կապ չունի մասին է խոսք, իր անձնական ամբիցիաները, իր հիվանդագին ամբիցիաները դնում ավելի բարձր, քան պետության շահը, քան հանրային շահը, այդ մարդը քաղաքական գործիչ չի։ Այդ մանքը ինքնասիրահարված ինչ որ բան է։ Նկատի ունեի այդ վարչապետասիրությունը, որ կա քաղաքական գործիչներն, որ ես դառնամ վարչապետի գոնե տեխնացու, էլի։ Դա մի քիչ չի բարդացնի խորհրդանի այդքան տրողումը տարբեր ուժերի միջև։ Բացարձակ, բայց դա առաջի քայլն է մեր պրոյեկտի մեջ, որը պետք է լինի դրա հաջորդ քայլը, եւ մենք հույս ունենք, որ կարողանանք նաեւ մեր հասարակության ներկայացնել ամբողջական փաթեթը նժարի, որը հնարավորություն է տալի եւ բալանսավորելու եւ ներկայացված լինելու եւ կարգավորելու այդ դաշտը։ Ձեր հիմնական խոստումներից ծրագրից չեք դուք բնականաբար չենք հրաժարվում, որովհետեւ սա այն ինչ որ բոլորին դեմ են պրոյեկտը իրականացնում է, դա մեր մեծ պրոյեկտի շատ մի փոքր մասն է, բաղկացուցիչ մասն է, դա բավարար չի ռեալ փոփոխություններ բերելու համար խորքային եւ բովանդակային, բայց ինքը հնարավորություն է տալու առաջի քայլը իրականացնելու, նոր ուժեր ստեղծելու, նոր մարդկանց պարլամենտում հայտնվելու, որովհետեւ մարդիկ նաեւ ինչու չեն գնում փոքր թիմերին քվեարկելու, որովհետեւ ճանաչելի չեն, որովհետեւ չեն ճանաչում, որ տենց թիմեր կան։ Պարլամենտը թույլ է տալու այ փոքր թիմերին գալ, ներկայացնել, աշխատել, ոչ մի խնդիր չի առաջանալու։ Ավելի վատ խնդիր է առաջանում, երբ որ ինչ որ մեկը ունի մեծամասնություն, այն աստիճանի մեծամասնություն, որ կարողանում է նպատակահարմարության ըստ իրենց կուսակցական, նեղ կուսակցական կամ անհատական նպատակահարմարության օրենքներ փոխել։ Այդ դա շատ ավելի սարսափելի է, կան նստել, պայմանավորվել, խոսել, եւ վերջապես պարլամենտում հայտնված մարդիկ, եթե մենք ելնում ենք նրանից, որ բոլորը կներեք դեգեներատներ են ու ի վիճակի չեն ընկալելու հասկանալ, դա նաեւ հակառակ մեխանիզմները կարող ենք մշակել ընթացքում, հետկանչի մեխանիզմ կարող է լինել։ Օրինակ, եթե իրեն ընտրող քաղաքացիները հասկանում են, որ այս մարդը եկել այստեղ ուղակի պրեմիա ու աշխատավարձ ստանալու, եկել այստեղ իր նեղ անձնական ամբիցիաները դոշը ծեծելով ման գալու, թող հետկանչի մեխանիզմ լինի, որ իրանք էլ իմանան, որ տենց կասեցնելու process կա։ Շատ լավ, ձեզ մի քիչ ավելի անձնական հարց է, դուք տարիներ շարունակ եւ ես էլ ձեզ միշտ ներկայացրել եմ իրավապաշտպան Նինա Կարապետյանց, այ երբ որ մտաք քաղաքականություն, արդյոք դուք չունեք մտավախություն, որ ձեր քաղաքական առաջիկա գործունեությունը կարող է, այսպես ասենք, ստվեր նետել ձեր իրավապաշտպան գործունեության վրա, այսինքն քաղաքական գործիչներին, այսպես ասենք, քլնգելը դա սովորական բան է, ամբողջ օրը վարկաբեկել, սևացնել, ինքն է սխալ գործում, այն մյուսներն են սխալ գործում, այսինքն քաղաքականությունը մի քիչ մարտեր առանց կանոնների նմանվող մի բան է։ Նույն բանն էլ իրավապաշտպանությունն է, ես սովորել իրավապաշտպան եղած ժամանակ եւ իրավապաշտպան եղած ժամանակ։ Այսինքն ռիսկի չեք գնում այդ առումով։ Բացարձակ ռիսկի բան չկա, որովհետեւ ես իրավապաշտպան ժամանակ եմ ստացել այդ հորդորները, խնդրանքները, իմ ուղությամբ եւ կազմակերպության ուղությամբ ցեխել աշպրտվել, մեր թիկունքում գնացել բամբասել են դոնորների հետ մեր մասին ինչ որ անորոշ, անհասկանալի ինչ որ պատմություններ են պատմել, որոնք բնականաբար հետո չեն հաստատվել ու կազմակերպությունը խնդիր է ունեցել դրա հետ կապված։ Ոչ մի իմ կյանքում որպես այդպեսին ծաղրանկարներից սկսած մինչև հիմար ու բովանդա իրականության չհամապատասխանող կոմենտներով, причем այն որ sense շարքով են գալ, էլի sense հայյանքով ու վիրավորանքով, բայց ամենազվարճալին մի հատ էպիզոդ պատմեմ, ինչ եմ ասում, շնորհակալություն իմ ընտանիքին, որ այսքան ըմբռնումով է մոտենում, որովհետև դե հայկական ընտանիքա կարող են եւ այլ մոտեցում ունենալ, բայց քանի որ շատ adekvat են, դա ինձ շատ օգնում է։ Այս վերջերս ուրեմն, մի տարի առաջ էր երևի, տնեցիկ եկան նայում ասում դες ինչ կոմենտ են գրել, ասում ամուսինը 20 տարի նստած է, տղան նարկոման է։ Ձեր։ Հա, իմ տղան, հա, ու գալիս է, ասում պապ, փաստորեն դու 20 տարի նստած ես, ասում դե հա փաստորեն, ասում փաստորեն ես էլ մի 15 տարի նարկոման եմ ու փուճուրն է գալի, ասում չհասկացա, բա որ պապան 20 տարի նստած է, բա ես որտեղից եմ, այդ տրամաբանից, այսինքն մեր երբ որ կա ըմբռնում, հասկացում, հա, այդ
թիմային, այսպես ասած, բոլոր իմաստերով թիմային աշխատանք, դա դժվար չի, վախենալ պետք է։ Ով վախենում է, թող տանը նստի։ Ես այս ընտրություն, հատկապես այս ընտրությունների հետ կապված, իսկապես շատ դաժան պայքար է լինելու։ Ես կարծում եմ, որ բոլոր նրանք, ովքեր վախենում են, ովքեր կասկածում են, ովքեր վստահ չեն, որ կդիմանան այս հարվածներին, իրենք պիտի տունը նստեն, որովհետև ես հիմա էլ կարող եմ ասել, որ ինչպես նախկինում, այնպես էլ հիմա շատ մարդկանց եթե չեն կարողանում ուղիղ թիրախավորել, թիրախավորում են հարազատների միջոցով, թիրախավորում են շատ մտերիմ ընտանիքի անդամների միջոցով, սա մաքուր պայքար չի, քաղաքականությունը երբեք այդպեսին չի եղել, հիմա էլ այդպեսին չի, բայց ի տարբերություն նախկինների, ասեմ, եթե նախկինները տենց առանձնապես ժողովրդավարության ջատագով եւ դրոշակակիր չէին, այս իշխանությունը այդպես իրան չի դիրքավորել, բայց ասեմ ձեզ, որ այդ խնդիրները կան, նույն տրամաբանության մեջ են, ինչպես նորից վերադառնալու իրավապաշտպանությանը, ինչպես իրավապաշտպան ժամանակ եմ ստացել զգուշացումներ, հորդորներ, սպառնալիքներ ու մնացած ամեն ինչը նույն տրամաբանությամբ մենք շարունակում ենք հիմա գործել, չի կարող ինձ ոչինչ կասեցնել, որովհետև իմ գաղափարը ոչ թե իմ անձնական շահն է, պաշտոնն է, Աստված ոչանի իհարկե, կամ ինչ որ հետաքրքրություններ են, անձնական ինչ որ հետաքրքրություններ են, սա պետությունը կայացնելու նպատակ ու պայքար է սկսվել եւ այս պայքարը ես տրամադրված եմ հասնել միջև վերջ, կլինի այս թիմով, կլինի հաջորդ թիմով, կլինի այն մյուս թիմով, այնպես որ կարող եք շարունակել միանշանակ, շարունակեք գրել կոմենտներ, շարունակեք անգամ եթե դրանք շատ խիստ վիրավորական են, չէ, վիրավորական կոմենտներ չի կարելի գրել։ Ինչ ես խոսում, Ռոբերտ, գիտես ինչ են անում, այն որ սենց բանով, էլի բոտերով ու դու հետո նայում ես, տեսնում ես այդում բոտերն են, ասում եմ ամոթ ձեզ։ Այդ նույն ծաղրանկարները, որոնք սարքում եք, եթե ձեզ թվում է, դրանից նեղվում եմ, չարաչար սխալում եք, դա տրամադրություն է բարձրացնում բոլորին։ Այնպես որ ես տրամադրված եմ ու մի բան էլ ասեմ, երբ որ կանայք ինչ որ մի բան որոշում են անելու, նրանք անկասելի են։ Կլինի մի տարի հետո, կլինի 6 ամիս հետո, կլինի 10 տարի հետո, միևնույնն է Հայաստանը դառնալու է այնպիսի պետություն, որտեղ դու չես վախենալու, որ քո երեխաները, քո թոռները պիտի ապրեն, որտեղ դու չես ամանչելու ասելու, որ դու Հայաստանի Հանրապետության քաղաքացի ես, ու դու հանգիստ գնալու ես թոշակի, թողելով հաջորդ սերունդին։ Այնպես որ մոտակա ինձ թվում է 5-10 տարին այս ոլորտում ստիպված են լինելու համբերել իմ ներկայությունը, ինչպես երկար տարիներ համբերեցին քաղաքասարակության ներսում։ Սպառնալիքի պես հնչեց, որ ստիպված են լինելու։ Այո, թող սպառնալիք լինի, թող համարեն, թող որ ասма իրանց բաժին սպառնալիքն էլ թողեց լինի։ Շնորհակալ եմ զրույցի համար։ Ես եմ շնորհակալ։ Factor TV-ում հյուրընկալել ենք Նինա Կարապետյանցին։